Մի բան գտար։ Հեսա երեկոյան կհասնենք ես տուն, Ազատա կարամ ամրագրեմ։ Բայց լավն է, հարմար է։ Դե նկարներով նենց տուն է, որ մտածում եմ կարար մեր տունը լիներ։ Ինձ ցույց տուր տնա։ Ռոբ դիմացդ նայի։ Շատ ծիծաղալու կլինի, որ ավտովթարից մեռնեմ։ Ավելի Եվա թարգի էլի այդ կատակներդ։ Լուրջ նեղվում ես։ Դե հա բա մեռնելը որն է։ Կանք, ապրում ենք, արի ավելի լավ դրանից խոսանք։ Դե բայց ապրելը մեռնելու մասին է։ Էդ այնա ինչի մասին մեզ չեն հարցնում, պատկերացնում ես, հարցնեին կուզես մեռնես թե չէ։ Շատ խոր իմաստ է հնչում, բայց արի մի պահ պատկերացնենք, որ ոչ ես, ոչ դու առաջիկա 10 տարիներում ընդհանրապես մեռնել բառը չենք օգտագործում։ Ընդհանրապես։ Հա, կարանք փոխարինենք, չգիտեմ, ասենք, թրջուն բառով։ Թրջուն։ Սպասի փորձեմ։ Ռոբ դիմացդ նայի, թե չէ ավտովթարից թրջուն կդառնանք։ Հա, ինչ վատ է, կամ ասենք, վայ թրջուն ելնեմ։ Դե հա, հիմնավոր ապուշություն է, բայց համաձայն եմ։ Հիմա ինչ տուն ամրագրում ես, թե ավտոյի մեջ ենք քնելու մեջքի ծավից թրջուն դառնա։ Չէ, մի հատ չարջ չունեմ, հանեմ լարը։ Ես դեղ չունես։ Չէ, Ռոբ, մոռացել եմ դեղատոմ ստանը, նենց արագ դուրս եկանք։ Լավ հետ են գնում։ Չէ, ճանապարհին նայել եմ, հենց մեր ճանապարհին դեղատուն կա, կմտնենք կառնեմ։ Բայց ո՞նց ես առնելու առանց բժիշկի թղթի։ Ռոբ, դե սրվակը ցույց կտամ, մի քանի հատ կտան, տենց լինում է։ Իսկ կարող է գնանք վերցնենք, էլի հետ գանք եւ։ Ռոբ, որ գնանք, մեզ չեն թողելու հետ գանք։ Լավ, բայց խոսք տուր, որ եթե հանկարծ չստացվեց, հետ են գնում դեղը վերցնենք։ Ու դու չես նեղանում։ Դե որ չեմ նեղանում, խոսք չեմ տա, բայց ցույց էլ չեմ տա։ Հա, կգնանք։ Դե արի բաճ։ Հետ? Ինչ լավ է եկար։ Ես էլ հաց էի դնում։ Նստի։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, որ շատ չես հոգնա այսօր։ Չէ, ինչ եմ արել, որ հոգնեմ։ Գործերը լավ են։ Էդ իմ հեռախոսներ։ Ոստե։ Մի օրով տեղ են գնում, տուն ենք վարձում, մնանք ստեղ։ Ինչ ճանապարհ, ինչ տուն վարձել։ Աննա, այս ինչ է նշանակում։ Էդգար, ինչ ես ուզում այդ աղջկանից։ Հանգիստ թողել է իրան։ Ուրա գնաց է Եվան։ Ում հետ է։ Դու լավ գիտես ում հետ է։ Ու լավ գիտես, որ մի օր սա լինելու էր, որովհետև դու քեզ սենց ես պահում։ Եվան իրան լավ ազգում իր սիրած տղայի հետ։ Ինչի ես խառնվում։ Ինչի չես թողնում այդ աղջիկը երջանիկ լինի։ Ինչ ես ուզում։ Այդ աղջիկը սիրում է մեր խանութը թալանող են, հասկանում ես։ Ինչ։ Ոնց։ Ռոբը։ Հա, Ռոբը։ Չեմ հավատում, հնարավոր չի, Ռոբ ախր։ Անոնար բան չկա, դրա համար էլ չի կարա Եվան այդ տղու հետ լինի։ Հասկանում ես։ Եվան գիտի այդ մասին։ Ինձ թվում է մենք երկար ժամանակ շունենք մտածելու։ Մի հատ մտի այդ մեսեջներիդ մեջ տես կոնկրետ որտեղ է մնում։
Լավ, մենք երկար չենք մնալու, երկու օրից հետ ենք գալիս։ Ես քեզ ասում եմ մի քիչ երկար մնացեք, դու ինձ ասում ես 2 օրից հետ կգանք, Ռոբ։ Չէ, դες չի լինի։ Ես ուղղակի արել եմ, որ Էվան իրան լավ զգա։ Հիմա այս պահին մտել է դեղատուն, բայց նենց երջանիկ է, լավ։ Նենց լավ եմ ինձ զգում, որ իրան սենց ուրախ եմ տենում։ Այ ես էլ եմ շատ ուրախ, Ռոբ։ Բայց որտեղ եք մնալու։ Այստեղ տուն ենք հարցը գալուս, ասենք միջով տեսնենք առավոտ ինչ է լինում։ Լավ։ Բարի գիշեր, զգուշ եղեք։ Դե կապի մեջ։ Խնդրում եմ գոնե մի քանի հատ կարող եք տալ։ Կներեք, բայց առանց դեղատոմսի չեմ կարող տալ։ Բայց նայեք, իմ անուն ազգանունն է, կարող եմ ID ցույց տալ։ Ընդհանրապես 2-3 հատ եմ ուզում, ուղղակի վերջացել է, ինձ էլ շտապ պետք է։ Հասկանում եմ ձեզ, բայց իրավունք չունեմ առանց դեղատոմսի տալ։ Բարձր։ Այդ դեպքում կարող եք ինձ վիտամին C տալ։ Լավ։ Վերջ։ Տվեցին առանց դեղատոմս։ Հա, համոզեցի։ Լուրջ։ Դե հո չեմ խափում։ Սոված եմ գնանք մի բան ուտենք։ Գնացինք։ Ասա Աննա։ Էդգար չեմ կարա տան հասցե ուզեմ։ Եթե այդքան հարցեր տամ, հաստատ կասկածելու ու հարցնի ինչի սա պետք է ինֆորմացիան։ Ցարավոր լի։ Ուղարկի քեզ, ասա, ուզում եմ իմանամ որտեղ եք մնում։ Մի բան հորին է էլի։ Լավ կփորձեմ։ Ու մի անգամից ուղարկի ինձ այդ լինքը։ Այդ խնդրում եմ քեզ մի քիչ հանգիստ կպահես։ Այս պահին այդ լարվածությունը Էվային ընդհանրապես պետք չի։ Այդքանը հասկանում եմ Աննա։ Ինչ ես դες նայում։ Ես եմ մտածում եմ էլի։ Երջանկությունը ինչքան անսպասելի է գալիս ու ինչ տարօրինակ տեղերում է հանդիպում ես։ Մեր առաջին հանդիպումը նկատի ունես։ Դե առաջին ծանոթությունից մինչև այս պահը, այս վարկյանը։ Գիտես չէ որ առաջի անգամ քեզ տեսա, ավելի ճիշտ որ ուշքս տեղ եկավ։ Աչքերից չէի հավատում, որ ինձ սենց աղջիկա հանդիպել։ Ոնց ասացիր։ Երանի ուրիշ պայմաններում ծանոթացած լինեինք։ Մի րոպե, բայց դու ժամանակ խորը քնած էիր։ Այդքան էլ խորը քնած չէի, լավ, լսել եմ ամեն ինչ։ Չէ, դե տենց չեղավ։ Աստորեն հենց սկզբից ես, հա, հասկացա որ քեզ սիրարվել եմ։ Հետո այդքան գրում։ Նախկինս։ Ոնց նախինս դուրս տել։ Կատակ եմ անում։ Աննան է, հարցնում է տունը գտել ենք թե չէ, ասացի հա, ասաց լինք ուղարկի նա։ Իմաստը։ Չգիտեմ։ Իսկ մի 30 րոպեից տուն կհասնենք, չէ՞։ Կգնանք էլի, շտապում ես, չենք ուշանում, չէ։ Կարող ես լավ չես զգում։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Մի հատ ուղղակի լվացվեմ գամ։ Կպահես։ Չուտես։ Լավ։ Ինչ սիրուն տեսարանը։ Գիտես չէ, հիմնականում
Ոնց նկարներում արինում գալիս է տես չի լինում, բայց էս իդեալական է։ Հավանում ես։ Շատ լավն է։ Ափսոս որ մի օրով ենք, մերը չի էլի։ Դե, բայց կարող պատկերացնենք, որ մերն է։ Օրինակ, պատկերացնենք, որ այս սենյակում մեր հարսանեկան նկարներն են։ Երեխեքի նկարներն է, մեր ծնողների նկարներն է։ Ոստեղ մի ննջարանը սարքել ենք մանկական ննջարան։ Դե որ տենց է արի պատկերացնենք, որ արդեն 2 երեխա ունենք, մի տղա 5 տարեկան, թե 3։ 3։ Ու մի աղջիկ 1 տարեկան։ Այդ դեպքում մեր տղայի անունը թող լինի Արսեն։ Աղջկանն էլ իմ մամայի անունը Արմինը։ Լավ։ Պատկերացնենք, որ շատ ծանր օր ես ունեցել ու հազիվ տարեքնացրել ես։ Դե ուրեմն կամաց խոսա, կրճակ։ Բարձր չխոսաս։ Իսկ մեծ ուրիշ բան հարցնում եմ։ Ծանր օրվանից հետո հազիվ երեխաներին քննացրել ենք, մի քիչ էլ ազատ ժամանակ ունենք։ Ինչ ենք անում։ Հաց ենք պատրաստում ու կինո ենք նայում։ Լավ է հնչում։ Հասցեն ուղարկեցի։ Ռովանալ ենք ուտելու աղջկա։ Դե լավ է, ինչ աղ։ Համը դու չգիտես, որ աղը դա թրջուն է։ Մոռացել էի, որ մահ բառը փոխարինել ենք թրջուն բառով։ Բայց դա ոչինչ չի փոխում, ես անալի չեմ ուտել։ Դե որ տենց այ դու նայ որ չվարվի, ես մտ տեսնում քո համար աղբոր դերից եմ գտնում։ Ահա, բաբ, Էդգար որտեղ ես։ ինչ ա եղել։ Ես գիտեմ ուր ես գնում։ Ինչ ես արել, հասել ես։ Աննան է ասե։ Հա, անհանգիստ էր։ Ասում էր չգիտի ինչ կանես։ Փոշմանել է որ ասելա քեզ։ Իսկ դու այդ ինֆորմացիան ո՞նց ընդունեցիր։ Ես սպասում էի դրա։ Մի օր Ռոբն էլ, Էվան էլ հոգնելու էին ու փորձելու էին ազատվեն մեզանից։ Հա, մի բան է մենք ենք, չեմ եղավ որ ջահելները երջանիկ չեղան։ Էդգար վերադարձի, պետք չի խառնվել։ Այսպես միայն Էվայի հետ քո հարաբերություններն ես փչացնում։ Սա հավերժ չի, հետ կգա։ Ես առավոտը Էվային հետ կբերեմ, ու այս հարցը վերջնականապես կլուծեմ։ Խնդրում եմ քեզ, լսում ես Էդգար։ Ես քեզ խնդրում եմ։ Բաբ ջան, այս այն հարցն է, որ ոչ մեկ չի կարող ինձ համոզի ես ինչը ոնց անեմ։ Մեկը իմ ասածով եմ անել։ Ինչ ենք նայում։ Դու ես ընտրում։ Չէ, այսօր նայում ենք այն, ինչ որ դու ես ուզում։ Լավ։ Ինչ նայենք, կոմեդիա նայենք։ Մելոդրամա, Ֆու։ թրիլեր, Չէ։ բա ինչ սարսափ։ Կարամ հասկանամ ինչ է նշանակում այսօր դու ես ընտրում, ինչ դնես կնայենք։ Դու ընտրի։ Հա։ Այս նայենք։ Ոնց ես էի ասում։ Դու ես չես ասել։ Ինձ ամենասկզբից էի առաջարկում։ Հա։ Հա։ Թող ես կնայեմ։ Այս կնայենք։ Լավ, արի չինգաչունք։ Քանի որ ես հաղթեցի, կընտրես դու։ Ուրեմն
Չի արթնացար, ուզում էի սուրճափեի բերեի։ Պիտի գնամ խանութ։ Ես կգնամ։ Ուզում ես գնամ, մաքրոտ շնչեմ։ Դե ուրեմն միասին կգնանք։ Ռոբես մեր տունն է, չէ՞։ Դե հա։ Մեր աղջիկն ու տղան էլ կողքի սենյակում քնած են, չէ՞։ Ով Արսենն ու Արմինեն։ Ոնց ես պատկերացնում երեխեքին քնած թողնենք երկուսով տնից դուրս գանք։ Իսկ ես որպես տաժավոր հոգնած մայրիկ ուզում եմ գոնե առիթ մանգամ խանութ գնալու համար տնից դուրս գամ։ Լավ համոզեցիր։ Տես գնամ շուտ կա։ Գնա։ Գիտես ինչ թվում է մենք հեքիաթի մեջ ենք։ Որ կարող է այստանից դուրս գանք ամեն ինչ փլվի։ Ոչ մի բան էլ չի փրկելու, ես շուտ եմ գալու։ Իսկ կարող է այսօր էլ մնանք։ Ավելի ճիշտ մի քանի օր։ Մենք կարանք անենք այն ինչ ուզում ես ու մնանք ինչքան ուզում ես։ Գնամ շուտ կա։ Գնա շուտ արի։ Շատ հեռու եք գնում։ Չես ամաչում Եվա։ Էդգար ինչ ես անում ստեղ։ Եկել եմ քեզ սխալ ճանապարհից հետ կանգնացնելու համար։ Երջանկությունը երբեք սխալ ճանապարհ չի ունենում։ Եվա գողի հետ ինչ երջանկություն։ Հերիքա Էդգար վերջացրու։ Քո վրա ուրիշ ոչ մի ձև ազդել չի լինում։ Միակ տարբերակը էս է։ Չկա տարբերակ Էդգար։ Կամ դու հիմա հետս գալիս ես, կամ ես հենց հիմա սրա հարցերը ստե լուծում եմ։ Ես սրան մի դեպքում կարամ ներեմ, եթե դու հենց հիմա հետս գաս։ Գիտեմ, հիմա ինձ կատես, բայց այս ամենը քեզ փրկելու համար։ Ես քեզ երբեք չեմ ատի։ Ոչ մի պարագայում։ Հիմա գալիս ես, թե մտնեմ ներս։ Խնդրում եմ Էդգար։ Էվա։ Ինչ բան է։ Այմր դե պատասխանեք մեկն ու մեկը, էլի։ Եվ ջան։ Ամեն ինչ լավ անելու լսում ես։ Սենց տնես այդ հիմարը քեզ արժանի չէ։ Դու չէր կարա դրա հետ լինեիր։ Եվ Եվան չուզում է այդդ խոս, արա։ Լսի Էդգար, ես ինչքան տեղ կա համբերելու համբերեցի, բայց դու արդեն ոնց որ չափեր այդ լրիվ անցնում ես։ Դու աշխատի լոս հետ չգաս, թե չէ որ հետ ես եկե ոտերը ջարդելու եմ, արա։ Հեսա կտենանք ով փախնելու կարիք ունի։ Ուրիշ ինչ սպասես սենց աննորմալից։
ու դատարկված դեմքով ինձ մին է, լավ։ Բայց դու ես ինձ դատարկել։ Եվ տենց մի ասա, ախր դու իմ Էվան ես, իմ կրակի կտոր, իմ ծիծաղ գոտ, իմ ուրախ, սենց չի կարա լինի։ Էդգար, հնարավոր չի կրակը հանգեցնելու հետո ուսանալ այդ նույն կրակից տաքանալ։ Գիտես ինչ, ես իշքան էլ փորձեմ քեզ մարդկանցից ու աշխարհից պաշտպանեմ, մեկա չեմ կարում քեզ ստենամ, չեմ կարում, ու եթե ինքն ա որ այդ կրակը պիտի վառի քո համար, ուրեմն թող վառի։ Ճիշտ ես ասում։ Ես ուզում դու երջանիկ լինես։ Գնա Էվա։ Ապրես։ Էվա։ Գնանք ստեղից խնդրում եմ քեզ։ Երկած։ Հիշում ես, որ ասում էիր կապ չունի որ կգնանք։ Հիշում ես, որ ասում էիր քշի ուր ուզում ես։ Ուր կպատայի, ուր ճանապարհը մեզ կտանի, հիշում ես։ Չի կարա ստեղ մեր ճանապարհը ավարտվի։ Չի կարա։ Մենք պայմանավորվել ենք, չէ՞։ Ամեն թրջունի հետ։ Ես կգամ։ Ամեն թրջունի հետ։ Ես մենակ մի թվում եմ։ Այսպես խոստանում ես հեռանալուց առաջ։ Առանց իմանալու կկարողանաս պահել խոստումդ, թե չէ։ Քո խոստումը ապրեցնում է նրանց։ Հույս է տալիս։ Քեզանից մի վերջին անգամ բռնվելու փորձ։ Քեզ բաց չթողնելու վերջին հնարավորություն։ Իսկ հետո քո սիրելի մարդիկ տխրում են։ Ինչ որ բան հավերժ փոխվում է նրանց մեջ։
Նրանց հայացքը միշտ փնտրում է քեզ։ Ավարտված կյանքը ավարտվող պատմության նման դժվար է բաց թողնում։ Դժվար է հրաժեշտ տալիս։ Բայց որտեղ ավարտ, այնտեղ նոր սկիզբ։ Նրա հետ ծնվում է նոր ճակատագիր, նոր պատմություն, նոր սեր։ Նրա հետ ծնվում են նոր հույսեր։ Ու քեզ սիրող մարդիկ նորից սկսում են ապրել։ Նրանք զրոյացնում են հաշիվները, մաքրվում հին պարտքերից։ Իսկ այն, ինչ դու կիսատ ես թողել ու չես հասցրել, էլ ոչ մի նշանակություն չունի։ Որովհետև ի վերջո բոլորը հիշելու են քո անկեղծ ծիծաղը, քո սիրահարված հայացքը, քո ինքնամոռաց պարելը ու սերը, որն ապրեցրել է։ Ահա այն ամենը, ինչ դու թողնում ես քեզանից